Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ուրեմն առաջի քայլը լինելու է կադրային քայլը, թե ում ենք աշխատելու եւ բացի դրանից երկրորդ քայլը նորից համատեղ, այդպես ասեմ, պետք է անպայման տեխնացուներին հրավիրեն ինձ քննարկելու բոլորի ծրագրերը։ Եվ վերջում ընդհանուր հայտարարի գալուց հետո, ուրեմն անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ կոնկրետ աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու եւ դրա լուծումները, թե ոնց ենք գտնելու, բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Ուրեմն ես գիտեմ, դա ինչ սկզբունքով պիտի անենք, ոնց պիտի անենք եւ որտեղից պետք է բյուջեն ավելացնենք։ Դա մեկ։ Այլ հարց։ Այո, չկա, մենք մեր գործը կանենք։ Երեխեք, ինպես արեք, որ ես տեսեմ։ Մարտուն Գրիգորյանն ասեք։ Բա հիմա ոնց ընդունեցինք, բայց ես մտածում եմ, որ ԿՊ-ներ պիտի մասնակցի եւ այնտեղից էլ շատ մարդիկ պիտի լինեն, որ մասնակցեն, որտեղ իրենց մեր քաղաքի բոլորիս համար է, սա միայն սա Ղուկասյան Վարդանի մասին չի խոսքը, սա ժողովրդի մասին է խոսքը, իրանք ինչ քայլ որ անեն, դա ժողովրդին են անելու, Ղուկասյանի խնդիրը չէ այստեղ քաղաքի բնակչության խնդիրն է, եթե իրենք պիտի ոտ պահեն բնակչությունը իրենց կարծիքը կասի իրենց նկատմամբ դիմացի ընտրություններին։ Մարտուն Գրիգորյանի հետ խոսել եք, շնորհակալություն հայտնելու եք, որ ձեզ քաղաքապետ դարձրեց իր ուժը։ Գիտեք, այդպես ասել եմ մի քիչ սիրուն չէ, բայց ես երբ տեսնեմ, ինչ է պատահը, ես խնդիր չունեմ ասել եմ, մենք ես իրենց ողերիմ թշնամի չեմ ճանաչում, ես իրենց ազգի հետ, իրենք մեր ազգի հետ շատ բարի դրացիական հարաբերություններ ունենք, ուղղակի դուք որ չխառնեք ամեն ինչ լավ։ Ձեզ ասում են, որ սա բյուրոսյան հաղթանակ է, որովհետև դուք ամեն անգամ կարևոր որոշումներ կայացնելիս պիտի Մարտուն Գրիգորյանի դուռը գնաք, որ նրանից ձայներ խնդրեք, պատրաստ եք նրա դուռը։ Ես ոչ մեկի դուռը չեմ գնա։ Ուրեմն ես կաբրեմ այնպես, ինչպես ապրել են ուրեմն ընդդիմադիր քաղաքապետերը։ Ինչպես եղել է կարգը, ոնց որ մարդիկ ուրեմն ապրել են, ես այդ սկզբունքով կաբրեմ։ Ես ոչ մեկի դուռ չեմ գնում ընդհանրապես։ Սրբի դուռ գնում եմ միանշանակ, հա։ Բայց ես համերաշխությունը իմ զենքն է, ուրեմն ներողամտությունը, համերաշխությունը իմ զենքն է, ես դրանով միշտ առաջնորդվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Բոյկոտը շարունակվելու է, թե գլխիկոր հետ են գալու եւ շարունակելու են նիստը։ Կաբրենք կտեսնենք, ովքեր որ համարձակ մարդիկ են, ովքեր սիրում են իրենց քաղաքը ամեն ինչից շատ, եւ ասենք քաղաքական պատվերները իրանց համար երկրորդական է, քաղաքի շահը առաջնային է, ուրեմն անպայման այդպիսի մարդիկ կմասնակցեն։ Բայց ովքեր որ միանշանակ կուսակցական են, ամեն ինչից վեր, ամեն ինչից շատ դասում են, ուրեմն կուսակցությունը, մենք էլ կտեսնենք յուրաքանչյուրին իր գնահատականը եւ ես կտամ եւ ժողովուրդը։ Դուք ասացիք, որ պատասխանը կտակ այնպես, ինչ ուղղ կա։ Հիմա արժանի պատասխան քաղաքացիական պայմանագրի տալու եք, թե ինչ մենք է չմասնակցենք։ Թե շարունակում եք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի եթե կա, որն է աթոռը հարկերով կընդունեք։ Ուրեմն ես մի բան եմ ուզում ասել, ձեզ։ Ալեքսեյ Մատվեիչը կար, Օղորմի իրան, շատ մեծ մարդ էր երկրում, մի օր ինձ բախտ վիճակվեց հաց ուտելու իր հետ, մեկը դարավ, չեմ ուզում ասել, որ վարչապետին ինչ որ մի բան ասեց։ Ալեքսեյ Մատվեիչը դարավ ու ասեց, դե, իրեն չեք հարկում, աթոռը հարկեք։ Ես այդ սկզբունքը որտե գրել եմ իմ մեջ, աթոռը կհարկեմ, բայց պավիծենին, ոնց կպահեն, ինչ ձևի կանեն, Կակոյ պրիվետ, կակոյ ատվետ։ Պարոն Ղուկասյան, քվեարկությունից առաջ դուք լուրջ անհանգստություններ ունեիք ու ասում եք դիմակները պատռելու եմ։ Որոշ մարդկանց ում դիմակը պատռեցիք քվեարկությունից արդեն հետո։ Ինչ էի ասում։ Դիմակները պատռելու են։ Բա դիմակները պատրվում է շատ մարդկանց։ Հիմա որ տեսեք մարդիկ որ չեն մասնակցում, որ մարդիկ շատ չեն մասնակցում, բան չեն անում, հիմա մարդ կա որ դիմակ չուներ, մարդ կա դիմակ ուներ։ Հիմա այդ բաները դեպի շատ չեմ ուտել։ Իսկ վրեժ խնդրություններ լինելու են քաղաքում։
Աղջիկ ջան, դու այսքան փոքր աղջիկ ինչ վրեժխնդրությունների մասին ես մտածում։ Մենք ընդհանրապես վրեժխնդրություններ չունենք։ Հասկանալի է։ Այսքան հավատ ունեցող մարդը կարող է վրեժխնդիր լինի։ Դու չես տեսնում ես այնքան ներողամիտ մարդ եմ, որ ես իրոք այդպեսին եմ, էլ ինձ ձևական չէ։ Պարոն Ղուկասյան, Բան չունեմ, դիմակ չունեմ։ Պարոն Ղուկասյան, տեսեք, որոշում Իմ շրջապատը ամենախելոքն է, ուրեմն լավ իմացեք, ես այնպեսի բնավորության տեղ մարդ եմ, եթե որևիցե մեկը ոտնձգություն անի, առաջինը ես նրանց նկատմամբ իմ մոտիկների նկատմամբ խիստ եմ, ես նախ իմ նկատմամբ եմ խիստ, հետո իմ մոտիկների, այդքան որ դուք սարքել դրման եք, այսպես հանել եք բան եք արել, այդպես չի, դա այդպես չի, հիշեք։ Պարոն Ղուկասյան, ձեր որոշումները կայացնելիս ամեն դեպքում դուք պետք է հաշվի նստեք նաև ընդդիմադիր մյուս խմբակցությունները, ես չգիտեմ, ընդդիմադիր լինել իշխանական լինել մյուսները, ովքեր քվեարկեցին։ Հիմա ամեն դեպքում կախվածություն եք ունենալու այդ խմբակցությունների անդամներից, իրենց ձայներից։ Կարելի ասել, ձեր աթոռի խաղալու է։ Ո՞նց եք։ Քննարկելու ենք բոլորի հետ, յուրաքանչյուր որոշում քննարկելու ենք, դրանից հետո որոշում ենք կայացնելու։ Աթոռները Այս աթոռը հանգիստ է, այս քաղաքապետի աթոռը չի խաղա։ Մարդը կարող է խաղա, աթոռը չէ։ պարոն Ղուկասյան, պարոն Ղուկասյան։ Մենք էլ մի հատ հաստատում։ Քննարկումները լինելու կասեմ։ Իսկ պաշտոններ ուզել են ձեզ։ Կասեմ, քննարկումները լինելու կասեմ։ Ասա։ Մարտին հարցին ուզում պատասխանել։ Զարգացին է եւ ասել է որ թիմ ընտրությունները եւ թիմ կառավարության հարաբերություններում գոյություն ունեն կանոններ, որոնք պետք է պահպանվեն։ Դուք պահպանելու եք այդ կանոնները եւ օրինակ ինչպես եք աշխատում Նիկոլ Փաշինյանի հետ լինելով ընդդիմադիր։ Ես արդեն 100 անգամ հարցին անդրադարձել եմ։ Ես 100 անգամ անդրադարձել եմ։ Ես այդ հարցին ասում եմ, տեղական ինքնակառավարում ասում է, տեղում ինքնակառավարել։ Ինչ մնում է սուբորդինացիայի հետ, ինչ մնում է պահել, պահպանել ճշմարտությունը։ Ես կպահեմ, կպահպանեմ իր քաղաքական հայացքներին միանշանակ դեմ եմ, միանշանակ իրեն դեմ եմ, իր կատարած գործունեությունների 99.9%-ին դեմ եմ, հասկանալի է, բայց տեղական ինքնակառավարումը այլ բան է ասում, իր հետ կապած այլ բան է ասում։ Պարոն Ղուկասյան,